Բարեկալուց մեր Աստվածաշնչի հերթական ճամփորդություն։ Մենք շարունակում ենք մեր Սուրբ Գրքի ուսումնասիրությունը ծննդոցից մինչև հայտնություն եւ տեսնելու ենք, թե ինչպես է Տեր Հիսուսը երևում ամեն գրքում։ Այսօր մենք հասել ենք երկրորդ օրինաց 15 եւ 16 գլուխները։ Այս գլուխներում Աստված խոսում է ազատության, ներումի եւ երկրպագության մասին։ 15-րդ գլխում տեսնում ենք պարտքերի թողության տարի։ Աստված պատվիրում է, որ ամեն 7-րդ տարում պարտքերը ներվեն եւ մարդիկ ազատվեն ծանր բեռներից։ Սա պարզապես տնտեսական օրենք չէր։ Սա մարգարեական պատկեր էր Հիսուս Քրիստոսի մասին։ Մարդկությունը ծանրացած էր մեղքի պարտքով, որ չէր կարող ինքնուրույն վճարել, բայց Հիսուսը եկավ, որպեսզի ազատի մեզ։ Ղուկասի 4:18-ում նա ասում է. Տերը ինձ օծեց գերիներին ազատություն քարոզելու համար։ Հիսուսն է մեր իրական ազատությունը, սիրելիներ։ Նա եկավ կոտրելու մեղքի շղթաները եւ տալու նոր կյանք։ Օրինացի 15-րդ գլխում գրված է, որ մարդը չպետք է կարծրացնի իր սիրտը աղքատի հանդեպ։ Սա շատ կարևոր է։ Աստծո սիրտը միշտ շարժվում է ողորմությամբ եւ հենց սա է, որ ամբողջությամբ տեսնում ենք Հիսուսի կյանքում։ Նա մոտենում էր մերժվածներին, բժշկում հիվանդներին, կերակրում քաղցածներին եւ ընդունում մեղավորներին։ Իսկ 16-րդ գլխում Աստված խոսում է տոների մասին։ Զատիկը, բերքի տոնը, վրանների տոնը, բոլորը մատնանշում էին ավելի մեծ իրականություն։ Զատիկը հատկապես ուղղակիորեն բացահայտում է Տեր Հիսուս Քրիստոսին։ Այն գառնուկը, որի արյունը փրկեց Իսրայելի Եգիպտոսից, Հիսուսի պատկերն է։ Ինչպես Կորինթացիների 5:7-ում ասում է, Քրիստոսը մեր զատիկը զոհվեց մեզ համար։ Հիսուսն է ճշմարիտ զատկի գառը։ Նրա արյունը ազատում է մեզ ոչ թե Եգիպտոսից, այլ մեղքի ու մահվան իշխանությունից նաև։ 16-ում Աստված ասում է, որ ժողովուրդը պետք է ուրախանա Տիրոջ առաջ։ Սա շատ գեղեցիկ ճշմարտություն է։ Աստծո ներկայությունը պետք է լինի ուրախության վայր, ոչ միայն պարտականության։ Հիսուս Քրիստոսը եկավ, որ մեր սրտերը լցվեն ոչ միայն ճշմարտությամբ, այլ նաև երկնային ուրախությամբ։ Այս գլուխները մեզ հիշեցնում են, որ Հիսուսը մեր ազատությունն է, մեր ներման աղբյուրը ու մեր զատիկի գառը։ Աղոթենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ազատեցիր մեզ մեղքի բեռից։ Շնորհակալ ենք քո այրան համար, որ փրկություն բերեց մեզ։ Օգնիր մեզ ունենալ ողորմած սիրտ, սիրել մարդկանց եւ ուրախանալ քո ներկայության մեջ։ Թող մեր կյանքը փառավորի քեզ։ Ամեն։ Թանկագիններ, եթե այս ուսուցումը այսօրվա օրհնություն էր քեզ համար, կիսվիր քո ընկերների հետ եւ մեկնաբանություններում գրիր, թե դու ինչպես տեսար Տեր Հիսուսին տվյալ գրքում։ Աստծո կամքով կհանդիպենք հաջորդ գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։